Ամառային արձակուրդները երեխաների համար ոչ միայն հանգստի, այլև նոր գիտելիքներ ու տպավորություններ ձեռք բերելու շրջան են։ Այդ օրերին շատ ծնողներ իրենց երեխաների համար ընտրում են բակային ճամբարներ, որտեղ նրանք կկարողանան հետաքրքիր ու տարբերվող անցկացնել օրը, ձեռք բերել նոր ընկերներ, մասնակցել խաղերի, ստեղծագործական ու կրթական ծրագրերի։ Ճախրող թևեր խորագիրը կրող ներառական ճամբարը մեկնարկել է ՏՄԱԿ-ի և հայկական Կարիտաս կազմակերպությունների համագործակցությամբ։ 10-օրյա ճամբարը համախմբել է տարբեր կարողություններ ունեցող երեխաների, ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի բացահայտելու իր ներուժը, ձեռք բերելու նոր հմտություններ և ընկերներ։ Ճամբարային օրը սկսվում է առավոտյա մարմնամարզությամբ, որը երեխաներին պատրաստում է ակտիվ օրվան։ Այնուհետև անցկացվում են տարաբնույթ խաղեր, թիմային մրցույթներ, ստեղծագործական և ճանաչողական աշխատանքներ։ Շիրակի ՏՄԱԿ-ը և հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության համագործակցությունը շատ տարիների փորձ ունի ու այդ համագործակցության շրջանակներում մենք ունեցել ենք շատ ծրագրեր, շատ մտահղացումներ, որոնք կարողացել ենք մեկս մեկից լրացնելով հաղթահարել ու արդյունք ունենալ։ Այս տարի եւս քննարկելով նախորդի արդյունաբերությունը որոշվեց ունենալ բակային ներառական ճամբար, որտեղ որ տարբեր դպրոցներից, մասնավորապես ծրագրի թիրախ դպրոցներից ժամանած երեխաները անցկացնում են իրենց առօրյան։ Ճամբարի ընթացքում երեխաների հետ աշխատում են փորձառու մասնագետներ և կամավորներ, կազմակերպելով կրթական, ստեղծագործական, ժամանցային և թիմային գործունեություն։ Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունը, փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը, ապահովելով երեխաների լիարժեք մասնակցությունը ճամբարային կյանքին։ Մեր ճամբարը շատ հագեցած է, օրը սկսում ենք մարմնամարզությամբ, ընդգրկված են տարբեր առարկաներ, արտ-թերապիա, ինչպես նաև ֆիլմի դիտում, նաև ծնողների դասընթաց, որ ծնողավարման դասընթացներ, որտեղ պետք է ընդգրկվեն երեխաների ծնողները։ Շիրակի մարզային գրադարանի ամառային ճամբարը առանձնանում է իր մշակութային ուղղվածությամբ։ Ծրագրի շրջանակում երեխաները ոչ միայն խաղում և ժամանց են ունենում, այլև այցելում են պատմամշակութային կարևոր վայրեր։ Յուրաքանչյուր այցելություն վերածվում է ճանաչողական բաց դասի։ Այս ձևաչափը նպաստում է նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, հայրենաճանաչողության խորացմանը և սեփական մշակույթի նկատմամբ հետաքրքրության ու պատասխանատվության ձևավորմանը։ Ամեն օր սկսում ենք մարմնամարզությունով, ունենք տարբեր խմբակներ, լեզվի խմբակներ, անգլերեն, ռուսերեն, թատերական խմբակի գործում, պարտադիր ընթերցանության ժամեր, շրջայցեր ենք կազմակերպում, կրթամշակութային կենտրոններ։ Ես արդեն 2 տարի հաճախում եմ այս ճամբարը, ամառային դպրոց է, և մենք ասելում ենք տարբեր տեղեր, վայրեր։ Իմ անունը Նարեկ է, ես տեղիների ջոկատից եմ, իմ ջոկատի անունը տեղիների ջոկատն է։ Այս ճամբարին շատ հետաքրքիր է, այստեղ լավն են դասատուները, այստեղ մենք սովորում ենք անգլերեն և ռուսերեն, միշտ այստեղ գիրք էլ կարդում, տիկլիկ-այլ էլ գալու։ Երեկ մենք հեքիաթներ ենք բեմադրել, ընկերվիկան մեզ բեմադրեց մի առավ, և հետո երեխաներն ուզեցին հեքիաթներ բեմադրել։ Ի վերջո ամառային ճամբարները երեխաներին պարգևում են ոչ միայն ուրախ ու անհոգ օրեր, այլև հմտություններ, գիտելիքներ և հիշողություններ, որոնք նրանց հետ կմնան նաև արձակուրդների ավարտից հետո։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Այսօր։